Վերադարձ որ դեպքերում անհնարավոր 3 սցենար կա։ Առաջինը եթե նոր պատերազմ լինի եւ մենք հետ վերցնենք ազատագրենք Արցախը, ինչը սուպեր անիրատեսական սցենար է, գոնե տեսանելի ապագայում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սպայն նույնիսկ ինքնիշխան տարածքներ չի կարողանում պահպանել։ Նրանք, որոնք միջազգային հանրության աշկերով էլ համարվում են Հայաստանի Հանրապետության անկախների մասը, երկրորդը, երբ որ միջազգային հստակ երաշխիքներ գործեն եւ դրանց երաշխիքների ներքո մեր հայրենակիցները վերադառնան ուրեմն Լեռնային Ղարաբաղ իրենց բնորանը եւ հայրենիքը ապրելու։ Սա էլ տուրբուլենտ աշխարհում անիմաստ մի խոսակցություն է, որտեղ միջազգային իրավունք իր բաղադրիչները ընդհանրապես աշխարհում չի գործում։ Տոտալ ճգնաժամի մեջ է միջազգային իրավունքը։ Չկարծեք, որ եթե ռուսներ չլինեին այնտեղ խաղապահներ, ՆԱՏՕ-ի զորախումբ կամ այլ դրոշի ներքո իրանք արդյունավետ կանխելու էին ադրբեջանական ագրեսիա, բացարձակապես ոչ։ Հակառակ դեպքում հիմա Ադրբեջանին հեղեղել էին պատժամիջոցներով, ասենք արևմտյան երկրները։ Եվ երրորդ տարբերակը վերադարձի արցախցիների դա այն է, որ մեր հայրենակիցները համաձայնում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր, ավելի շուտ արդեն դա Լեռնային Ղարաբաղ չի լինում, վերադառնում են Ադրբեջանի ինտեգրված իրենց հայրենիք, որը սակայն որևէ սուբյեկտություն չի ունենում, որտեղ Ադրբեջանը նման բան չի խոստանում, բացի մոմ վառելու եւ հայերեն երկու ժամ սովորելու իրավունքից, բայց եթե պետք է համաձայնվեն Ադրբեջանի օրենքներով ապրեն 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դուրս չեն գա ուղղակի այդ տարածքից, մենակ մի բան ասեմ, որպեսզի խոսքս մեր կապարանոց չեն չի։ Ցանկացած մեկը, որ արցախցիներին հորդորում է այդ երրորդ իմ ասած սցենարով վերադառնալ Ղարաբաղ, թող իրան պատկերացնի արցախցու տեղը, պատկերացնի, որ ունի 18 տարեկան հարական սեռի ներկայացուցիչ որդի, որ պիտի զորակոչվի Ադրբեջանի զինված ուժեր։ Կարծում եմ միայն այս մի կետը հերիք է, որ արժանապատիվ որևէ հայ, արժանապատիվ որևէ արցախցի վերադարձի մասին այդ Ադրբեջանի պետության օրենսդրության շրջանակներում չմտածի անգամ։ Հետևաբար այս պահի վերադարձի օրակարգ չկա։